մենք այդ պատճառով մենք երբեք հայ չենք լինի, եթե չշարունակենք հետաքրքրվել աշխարհի լավագույն նմուշներով մշակույթի։ Մենք հայ ենք, որտեղ մենք սիրում ենք Բախին։ Այլ ոչ թե արաբ ենք, որը ընդհանրապես, ասենք, արաբ երեխան կարող է ընդհանրապես ամբողջ կյանքում դասական երաժշտություն չլսի երբևէ եվրոպական, որտեղ իր համար դա շատ օտար մշակույթ է։ Իսկ մեզ համար դա հոգեհարազատ մշակույթ է։ Մենք դա սիրում ենք, մեզ համար դասական երաժշտությունը բնական բան է։ Մեր եթերում այն անընդհատ հնչում է։ Մենք ունենք մի քանի բաներ, նվագախմբեր, որոնք դասական երաժշտություն են։ Փոքր երկիր ենք, 2 սիմֆոնիկ նվագախումբ ունենք մեծ։ Դա եզակի բան է։ Դա արժեք է, եւ այդ արժեքները մենք ստեղծել ենք, որտեղ մենք անընդհատ կապ ենք հաստատել աշխարհի հետ եւ լավագույնը վերցրել ենք։ Մեր երեխաները դա շարունակեն անեն, դա ոչ մի զարմանալի բան չկա։ Հենց այդ զուգահեռ ուսումնասիրելու մասին, ապրելու դրանով։ Գիտեք, երբ որ իրենք ընկնեն ավելի մի քիչ հասուն տարիքում հայտնվեն եւ իրենց ինքնության ով եմ ես հարցին պատասխանը սկսեն փնտրել, որտեղ հիմա իրենց համար դա բնական է։ Ես այս ընտանիքի անդամ եմ, ես իմ ծնողների զավակն եմ, մի քիչ ավելի հեշտ է իրենց։ Բայց հենց որ իրենք մի քիչ սկսում են առանձնանալ եւ այդ ես ով եմ իրենց համար դառնում է կարեւոր, շատ դա հստակ նկատել է, դա առավել սկսում է ավագ դպրոցում երեխաներում։ Իրենք սկսում են շատ հետաքրքրվել սեփական արվեստով, գրականությամբ, մեկ էլ բացահայտում Մինաս Ավետիսյանին, նորովի են տեսնում Սարյանին, սկսում են կարդալ հայ գրողներին, Կոստանդզարյանին, բան ու մեկ էլ ոգևորվում են այդ ամենով, մեկ էլ որտեղ